Բարի գալուստ, սիրելի ռադիոլսող, դուք միացել եք մեր ռադիոհաղորդաշարին, երբ գրքերն եմ փաստում, որտեղ ամեն շաբաթ մի փոքր գրական դրվագի միջոցով կփորձենք հասկանալ, ինչպիսի կրթական խնդիրներ են եղել 19-րդ դարում և ինչպես են դրանք համեմատվում մեր օրերի իրականության հետ։ Այսօրվա մեր գրական դրվագը վերցված է Չարլզ Դիկենսի Օլիվեր Թվիստի արկածները վեպից։ Օլիվեր Թվիստը ծնվում է մանկատան է, և նրա մայրը մահանում է ծննդաբերությունից հետո։ Նա մեծանում է դժվար պայմաններում, քաղցի և անտարբերության մեջ։ Վեպի ամենահայտնի դրվագներից մեկը ներկայացնեմ։ Մի անգամ, որբանոցի տղաների դրդմամբ, Օլիվերը համարձակվեց խնդրել Շիլայի ավել չափաբաժին, որի համար նրան ուղարկեցին տաժանագիր աշխատանքի։ Օլիվերը դարձավ ծխնելույզ մաքրողի աշակերտը, ապա դագաղագործի աշակերտ։ Նրանք այնքան են ծաղրում, որ ոտքով Լոնդոն է փախչում։ Լոնդոնի ճանապարհին հանդիպում է խորամանկ Դոջերին, որը նրան տանում է հանցագործ Ֆեգինի մոտ։ Ֆեգինը ղեկավարում էր մանուկ գրպանահատների խումբը։ Օլիվերին դուր չի գալիս այդ ամենը, բայց փախոստի փորձերը չի հաջողվում։ Անընդհատ բռնվում է, բայց մի անգամ նրա բախտը ժպտում է, և գողացված դրամապանակի տերը բարի մարդ է դուրս գալիս և Օլիվերին իր տուն է տանում։ Օլիվերն առաջին անգամ սեր և հոգատարություն է տեսնում։ Իհարկե նա դարձյալ հետ է վերադառնում և արդեն տներ կողոպտում, և հենց այդ ժամանակ էլ նրան կարեկցում է Ռոուզը և նրան խնամում է։ Այս դրվագը շատ նման է Հովհաննես Թումանյանի «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքի իրականությանը։ Այստեղ էլ Նեսոն կող դարձավ կրթություն չունենալու պատճառով։ 1838 թվականին Անգլիայում աղքատ երեխաները կրթության իրավունք չունեին։ Նրանք ամբողջ օրն աշխատում էին, չունենալով ոչ դասագիրք, ոչ դպրոց, ոչ մանկություն։ Դիկենսի վեպում էլ տեսնում ենք նույն արմատը՝ աղքատություն, կրթության բացակայություն, սահմանափակված կյանք։ Սիրելի ռադիոլսող, ի ուրախություն բոլորիս, Հայաստանում այսօր բոլոր երեխաները 12-ամյա պարտադիր կրթության իրավունք ունեն։ Սա մեր ժամանակների մեծ ձեռքբերումն է, բայց իրականությունն էլ ունի իր ստվերոտ կողմերը։ Սոցիալապես անապահով շատ ընտանիքներում երեխաները երբեմն չեն հաճախում դպրոց ֆինանսական դժվարությունների, աշխատանքի, հիվանդ ծնողին օգնելու կամ տան հոգսերը կրելու պատճառով։ Ժամանակակից աշխարհում էլ կան երկրներ, որտեղ կրթական անհավասարության խնդիրներ կան։ Օրինակ, Աֆղանստանում աղջիկների մեծ մասը չի կարող հաճախել դպրոց։ Նիգերիայում ավելի քան 10 միլիոն երեխա չի գնում դպրոց աղքատության պատճառով։ Հնդկաստանում շատ երեխաներ թողնում են դպրոցը, որպեսզի աշխատեն ընտանիքի համար։ Եմենում և Սոմալիում պատերազմները ավերել են դպրոցները, և երեխաների կեսից ավելին զրկված է կրթությունից։ Այսպիսով, Օլիվերի պատմությունը միայն 19-րդ դարի մասին չէ, այն նաև այսօր է արդիական շատերի համար։ Եվ հիմա, սիրելի ռադիոլսող, մի հարց ձեզ. Եթե այսօր ձեր կողքին հանդիպեիք Օլիվեր Թվիստի նման մի երեխա, ինչպես կօգնեիք նրան, մտածեք այս մասին, իսկ մենք կհանդիպենք մեր հաջորդ հաղորդման ընթացքում։